Ողջույն ժողովուրդ ջան, այս անգամ էլ որոշեցի Facebook-ով եթերը կազմակերպել։ Շնորհակալություն միանալու եւ տարածելու համար, ովքեր որ ամենասկզբից չեն միանա, կխնդրեմ, որպեսզի հետո դիտեն ամենասկզբից։ Մի քանի վայրկյան սպասենք, մեր ընկերներից միանան ու արգանքներս բոլորիդ դիտավորյալ YouTube-ով եթեր չարեցի, բայց այս եթերը կտեղադրեմ նաև YouTube-ում, որովհետև կարծում եմ այս թեման ավելի ճիշտ է Facebook-ով խոսել, չնայած նմանատիպ թեմաների շատ անդրադարձել ենք, բայց այնուամենայնիվ, քանի որ արդեն ունենք հստակ թաքուն ավելի ճիշտ իրավիճակ, ապա մատնացույց անենք մի քանի կետեր։ Ուրեմն նախ ներողություն եմ խնդրում, կարծես ուզում կրկնվի հիվանդությունս, այդ վիրուսը ոնց որ լրիվ չի անցել, չգիտեմ, Աստված տա, ոտքի վրա տանեմ այս անգամ ու հաղորդումը դրանից չտուժվի, չի լսվում, եկեք մի հատ ձենել ստուգենք, էլի։ Ժողովուրդ ջան, տեսնենք մենակ կայանեի մոտա, թե ոնց է ձայնը։ Ձայնի մասին մի բան կգրեք, ժողովուրդ ջան։ Ոնց է ձայնը։ Հարգանքներս բոլորի, ժողովուրդ ջան, լսվում է։ Ուրեմն տեսեք, եթերը հետո կտեղադրեմ նաև YouTube-ում, դե մի քիչ վատառողջ եմ, այս շատ ծանր ու ծանրաբեռնված շրջանում, նախ ասեմ ինչն է ծանրաբեռնվածություն հաղորդում, մենք մեր հասարակական կազմակերպությունով մի նախաձեռնությամբ պետք է հանդես գանք ու կազմակերպչական որոշ աշխատանքներ կան ու մի անգամ արդեն հետաձգվել է իմ հիվանդանալու պատճառով ու հիմա էլ կրկնվում է, հուսամ ոտքի վրա կտանեմ ու նորից չի հետաձգվի, իսկ նախաձեռնության մանրամասները հետագա եթերներում կասեմ, հիմա ուզում եմ ավելի շատ խոսենք Գյումրիում Վարդան Ղուկասյանի արած արտահայտության ու առհասարակ Հայաստանի հետ կապված, որովհետև դա միայն մեկ մարդու խոսույթ չի, դա որոշակի շերտ է, որը որ մեր ներսում է, մեր հասարակության ներսում է ու դա պիտի մենք գիտակցենք։ Ուրեմն տեսեք բանն ինչումն է։ Ես անկեղծ ասած այսօր հաղորդումը սկսելուց, նկարահանվելուց դեռ չէի հասցրել լսել միութենականության մասին նրա պնդումը և այդ պատճառով հիմա կանդրադառնամ։ Ինձ քիչ մնացած է հետաքրքիր կոնկրետ այդ հատվածով։ Տեսեք, սա եթե մարդը մտածում է, թե Վարդան Ղուկասյանի կամ միայն Ռոբերտ Քոչարյանի խոսույթն է ինքն էլ որպես նվիրված շունիկ այդ ամեն ինչը կրկնում է, սխալվում եք, սա այն ագենտուրան է, այն ազդեցության գոտին է, որը աշխատում է մեր ներսում, ունեն հստակ իրենց հետևորդները, ունեն իրենց օգտակար ապուշները եւ այլն եւ այսպես շարունակ։ Ուրեմն դրան մասնակից է բնականաբար նաեւ Սերժ Սարգսյանը, հանկարծ չմտածեք, թե այդ խոսույթը եթե ասել է ժամանակին Քոչարյանը, ուրեմն Սերժ Սարգսյանը տենց առանձին մի երևույթ է, ոչ։ Տեսեք ինչ է ստացվում։ Սերժ Սարգսյանը առաջին անգամ, երբ որ հարցին ի պատասխան դեռ 21 թվականին Հայաստանի Հանրապետության անկախության մասին ասաց, որ ինքը տեսնում է Հայաստանը որևիցե միութենականության շրջանակներում, բնականաբար Ռուսաստանի ու Բելարուսի հետ նկատի ուներ, ասենք ուրիշ բան չէր կարող նա նկատի ունենալ, ու անկախության մասին հարցին ասաց, որ այս բան չի կարող պատասխանել, ինչը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության անկախությունը նրանց համար բացարձակ արժեք չի,
Իմիջիայլոց ես հեսա իշխանություններին էլ եմ անդրադառնալու այս մասով, խնդրեմ ճիշտ հասկանալ կամ ովքեր ոնց կհասկանան։ Ուրեմն տեսեք, այս խոսույթը 21 թվականին երբ որ ասում էր, այդպես չի 21 թվականին էր մտածելու ասում։ Նա այդ մենտալիտետով, այդ պատկերացումներով 10 տարի ուզուրպացված է պահել Հայաստանի Հանրապետությունը։ Եվ որպեսզի այդ ծրագիրը ստացվի, որպեսզի Հայաստանի անկախությունը հնարավորինս թուլանա, որպեսզի հնարավոր լինի մտնել միութենականության շրջանակներ կամ քաղաքացիները կողմ լինեն դրան, ապա պետք է թույլատրել անկախությունը, ինքնիշխանությունը, անկախության հանդեպ հանրության մտածելակերպը, մոտեցումները, դպրոցներն ու մանկապարտեզները քիչ-քիչ թողնել քանդվեն եւ այլն եւ այլն, այս ամեն ինչը այդ մեծ ծրագրի մի մասն է եղել։ Հետո իզուր չէր, որ բերում էր հենց Սերժ Սարգսյանին, որովհետեւ Սերժ Սարգսյանը նույնպես նրա համախոհն էր ու այդ մասով գլոբալ առումով ու Սերժ Սարգսյանը ըստ էության եթե բառացի դա չի ասել, միևնույնն է ինքը շարունակել է այս ամեն ինչը, այդ նույն բարքերը, այսինքն մոտ 20 տարի դեգրադացնելով հասարակությանը, հանրությանը, դնելով ֆինանսական ու կենցաղային կախվածության մեջ, վախի մթնոլորտում պահելով, դպրոցներ ու մանկապարտեզները առհասարակ շարքից հանելով եւ այլն եւ այսպես շարունակ։ Այսինքն ընդհանուր առմամբ այս երկուսը Հայաստանի Հանրապետության անկախության եւ ինքնիշխանության դեմ տևական ժամանակ աշխատած ուզուրպատորներն են, ովքեր որ ուզում են վերակենդանանալ։ Հիմա սրանց սատարողները երևի այսքան խորությամբ հարցը չեն հասկանում, ոչինչ մենք պետքա համբերատար աշխատենք նրանց հետ ու ընդ որում այդ աշխատանքները պետքա մաքսիմում լինեն բարյացակամության ու համբերության ֆոնի վրա, որովհետև եթե մարդու հետ միանգամից մտնում ես վիճաբանության շրջան, հավատացեք, նա երբեք չի ընդունի քո ասածը, հա։ Նարդան Ղուկասյանը հա կդառնա վարչապետ, բայց չի դառնա, հələ թող քաղաքապետացու դառնա։ Այդ տնենք մի կողմ, Արեգ ջան։ Այստեղ ավելի կարևոր հարցեր կան։ Հիմա ես ու իրենց ներկայացուցիչները, այդ թվում դաշնակցական կառույցը, հանրապետական կուսակցությունը, Եդինայա Ռոսիայի այդ մասնաճյուղը, սրանք բոլորը Հայաստանի Հանրապետության անկախության դեմ գործող կառույցներ, իհարկե, որպեսզի քողարկեն, այդ ամեն ինչը պետք է ազգային գաղափարախոսություն, նժդեհականություն, չգիտեմ, մեծ բաներ փրթեն, թուրքը մեր թշնամին է, բան, սենց բաներ փրթեն, էլի։ Այսինքն այն ինչը որ մենք բոլորս շատ լավ գիտենք, հասկանում ենք, բայց դες պիտի մեր աչքը կողեն, որպեսզի կարողանան քողարկել իրենց դավադրական մոտեցումները։ Բայց այստեղ ես իշխանություններին մի այսպիսի բան ունեմ ասելու։ Ուրեմն Գյումրին թող լինի դաս եւ օրինակ, բայց եթե հանկարծ տեսեք, մինչև հիմի ընդդիմությունը ձեզ ինձ այդ թվում, ինչ ասես ասել են, էլ հողատու, կապիտուլյան, դավաճան, չգիտեմ ինչ։ Ես ամենայն անկեղծությամբ եմ ձեզ ասում։ Եթե դուք չկարողանաք հավուր պատշաճի, ես որպես քաղաքացի ձեր կողքին եմ այդ իմաստով։ Եթե դուք չկարողանաք հավուր պատշաճի հասցնել բանը նրան, որ 26 թվականին սրանք ոչ միայն իշխանության չկան, այլ անգամ ազգային ժողովի աստիճանները մոտիկից չտենան, այսինքն եթե հանկարծ նենց եղավ, որ իրանք եկան իշխանության, ամենայն անկեղծությամբ եմ ասում, իմ ու իմ նման 100,000-ավոր մարդկանց համար իսկապես դուք դառնալու եք հողատուներ, այ իսկապես, մինչ հիմա իրանք իհարկե մեղադրում են ձեզ անհիմն, բայց այդ ժամանակ ոչ միայն հողատու պետությունատու եք դառնալու։ Այս ամեն ինչը շատ լավ տեսնելով, որ մինչև հիմի մեխանիզմներ չեք կարողացել ստեղծել, որպեսզի պաշտոնյան չկարողանա պետության անկախությունը դնել հարցականի տակ, կամ դնելուց հետո այնպես վզից բռնեն տեն ծախ կյանքը կողեն խուցը, ու դուք այդ բանը չեք կարողացել կազմակերպել, ուրեմն եթե հանկարծ 26 թվականին հակառակ բան ստացվեց, ես չգիտեմ իրենց ձեռքից ոնց, բայց ժողովրդի ձեռքից հաստատ չեք բրցեն, ու չփորձեք հանկարծ այդ ժամանակ մեկը ներկայացնել ժողովրդավար ընտրություններ խոսույթը։ Ու հանկարծ չասեք, դե գիտեք ինչ, ժողովուրդը ընտրեց։
Ժողովուրդը վաղուց ընտրել է բանը Հայաստանի Հանրապետության անկախությունը հանրակրվեով ընդ որում ու չափազանց մեծ տոկոսով, որին դուք պատասխանատու եք գլխով, կյանքով, գործով, պատասխանատու եք։ Ես սա ասում եմ ամենայն հարգանքով եւ ասում եմ այն մարդկանց, ումոնց ես իմն եմ համարում ձեզ եւ գուցե մի քիչ կոպիտ եմ խոսում, բայց ես թշնամի բնականաբար չեմ տեսնում ձեզ։ Եվ ես ձեզ զգուշացնում եմ սրա մասին։ Պաշտոնյան երբեմնի ղեկավարը, երբեմնի մյուս ղեկավարը, որ ես մի ղեկավարի գործունեությանը գնահատական չի տվել, վեր են կենում Հայաստանի Հանրապետության անկախությունը դնում են հարցականի տակ, շարունակում են մասնակցել քաղաքական պայքարների, հաղթելուց հետո նորից լոճո կանգնում, միկրոֆոնների մոտ դրա մասին խոսում են։ Ու ոչ մի բան։ Մի հատ փորձվեք օրինակ, ձեր իմացած մի հատ երկրում, այդ երկրի անկախությունը դրեք հարցականի տակ, տեսեք ինչա ձեզ սպասվում։ Մոտիկ կանգնած առաջին ոստիկանը առանց աչու ձախ նայելու պարկած ծեպելու է պոլին տանի կողքին հենց տեղեր, որտեղից որ ոչ նամակ են գրում, ոչ զանգեր են կարողանում անել։ Էս ինչ արա։ Այ հենց այսպես անարգվում է թե պետությունն ու պետության անկախությունը, թե եռաբլուրը, որովհետև այնտեղ տղերքը Հայաստանի Հանրապետության, ինքնիշխան պետության համար են կյանք տվել, ոչ թե ինչ-որ կասկածելի միութանականությունների, որոնք հետո պիտի վաճառեին իրենց այն Արցախը, որտեղ որ զոհվում էին իրենք։ Այսպես եք պաշտպանում այդ ամեն ինչը։ Ու պետք չէ ասեն, տեսեք, այո հանրությունը, իմիջայլոց, ես այստեղ մեղադրելու եմ նաև շատ քաղաքացիների ու շատ կոպիտ, այն որ ինձ վաբշե մեկ է դառնալու, այդպես ժամանակ, ժողովուրդ, ուրեմն, 26 թվի ընտրությունները, ես գուցե մի քիչ առաջ եմ ընկնում, որ սրա մասին խոսում եմ, բայց հիմա այդ պրոցեսը արդեն գնում է, ձեզ չթվա թե 26 թվի ընտրությունները 26 թվին է, հիմա գնում է այդ ընտրությունների քարոզարշավը ու գնում է շատ ակտիվ ձևով։ Ուրեմն, հիմա ես կասեմ ժողովրդի մասով։ Ուրեմն ժողովուրդ, երկու բանի մասին է լինելու ընտրությունները։ Ես չեմ ասում երկու ուժերի միջև է լինելու, բացարձակ։ Բայց լինելու է երկու ազդեցության գոտիներում գործող կուսակցությունների քաղաքական ուժերի միջև։ Մեկը մի ուղղությունը վերջ Հայաստանի Հանրապետության անկախությանը, մյուս ուղղությունը կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Ու դուք եք գնալու ընտրեք, այո։ Չնայած ես մյուս կողմից միևնույնն է, տես պարագայում չեմ արդարացնելու իշխանությունների այսօրվա այդ իմաստով անգործությունը։ Բայց միևնույնն է, մեղավորության բաժինը պետականության կորստի կրելու եք նաև դուք։ Ձեզանից յուրաքանչյուրը, ով հանկարծ ու հանկարծ, տեսեք 21 թվականին նախկին նախագահ ոչ օրենքով էլ իհարկե ուզուրպացրած նախագահի աթոռը 10 տարի ուզուրպացած պահելով, հետո մարտի 1-ի գնով փոխանցելով իր հաջորդին, կանգնում ասում է Հայաստանի Հանրապետության անկախության մասին ես չունեմ հիմա ասելիք, այդքանից հետո չի պատժվում, դրանից հետո մեր միջավայրից 270,000 անձ գնում քվեարկում է իր քաղաքական ուժի օգտին։ Այն մյուսն էլ, որը նույնպես շարունակել է նրա գործը, 60,000 անձ է գնում, 330,000 անձ, մոտ 1 միլիոն մարդ է մասնակցել 21 թվականի ընտրություններին, որից 330,000, այսինքն ամեն երրորդը մեր միջավայրն է էդի։ Մեր միջավայրից ամեն երրորդը ընտրել է մարդկանց, ովքեր հակված են Հայաստանի Հանրապետության անկախությունը վաճառել։ Ես իհարկե այդ մարդկանց առանձին վերցած չեմ ցանկանում ես բան մեղադրել, արդեն անցել է, գուցե այսքան բանը չեն հասկացել, բայց 26-ին կասեմ։
Ու բոլորս պիտի ու ամեն մեկս մեր միջավայրում սրա շուրջ պիտի աշխատենք։ Ունենք դժգոհություններ, բոլորս ունենք։ Կներեք, էլի, այս պայի դրությամբ հենց կոնկրետ 3 առաջ օրը դատարանում է։ Ձեզ ինչ թվում է ինձ դատի չեն տալիս են։ Հերթական դատս էր, գնացել է։ Գիտեք դժգոհություններ չունեմ, ունեմ։ Այնքան ունեմ, առավել ևս երբ որ մոտիկից խորքային ճանաչում ես, իմանում ես, շատ ավելի շատ է լինում տեմպի հետ կապված եւ որակի հետ կապված դժգոհությունները, բայց այնուամենայնիվ հասկանում եմ նաեւ թե ոնց է պետք վերաբերվել դրան։ Անել այնպես, որպեսզի հանկարծ ուրիշ բաներ չտուժվի։ Բայց կանգնել, սիրելի գյումրեցիներ, հարգելիներս, ես տեսեք, ես ամենայն հարգանքով արցախցիների հանդեպ, ես արցախցի ժողովրդի հետ, իմ քույրերն ու աղբերներն են, իհարկե Կալանը, Կառաբախյան չի կարող ոչ մի կերպ ինձ հետ առնչություն ունենալ, բայց արցախցիները, ես իրանց հոգսերով ապրող մարդ եմ նաև։ Արցախցիները այդտեն սիրուն բառերի հավատացին ու մնացին անտուն։ Գյումրիում 102-րդ ռազմաբազան դրած պետությունը քայլում է ինչ ուղղությունով, դու գնում ես բան եք անում։ Ու այսօրվա դրությամբ այ Սերժ Սարգսյանի երկու քաղաքական ուժերը, Մարտունն ու բանը, այն Մխիթարյանը, իրենց ձայները տվեցին մեկին, ով կասկածի տակ է դնում Հայաստանի Հանրապետությունը, անկախությունը։ Հասկանում եք։ Ահա ում հետ գործ ունեք։ Ու ձեզանից շատերը, ովքեր քվեարկել են այս 4 ուժերի ուղղությամբ, բնական է այսօր երևի ծափ են տալիս, ասում են այո, հաղթեցինք։ Տեսեք, այնց հաղթեք, հանկարծ վերջում չպարզվի պարտվել եք։ Բայց այս ուղղությամբ իշխանությունները աշխատանք ունեն անել։ Ինչու եմ ասում, հենց իշխանությունները, արտախորհրդարանական ընդդիմությունը նույնպես աշխատանք ունի անելու։ Բոլոր նրանք, բոլոր այն ուժերը, բոլոր այն քաղաքացիները, ովքեր Հայաստանի Հանրապետության պետականության կայացման ու անկախության վրա դողում են, ովքեր իսկապես եռաբլուրի արժեք գնահատում են, պիտի իրանց հուսահատվել, մուսահատվելը մի կողմ դրած, օգտագործելով ամեն տեսակ, այն երեսներին 7 գոմշի կաշի կաշած, պիտի ամեն մեկս մեր միջավայրում բացատրենք մարդկանց խոսքը ինչի մասին է, ինչերի մասին է։ Իսկ իշխանությունները ունեն դրա համար ավելի մեծ լծակներ, ունեն ինստիտուտներ ընդհուպ միջև, ու ազգային ժողովում էլ մեծամասնություն են, օրենսդրական կարգավորումներ կարող են մտցնել ու կարող են ամրացնել օրենքները ընդհուպ միջև, ինչի չեք անում։ Պաշտոնյան դուրս է վերակացել մի ամբողջ քաղաքի, երկրորդ քաղաքի, մեծությամբ երկրորդ քաղաքի ղեկավարը վերակացել, պատկերացնում եք, ասենք օրինակ, Ֆրանսիայում երկրորդը որն է, երևի Լիոնը, չգիտեմ, Մարսելը կարող է, ասենք թե Լիոնը, վեր կենա Լիոնի քաղաքապետը, ասի բանա, Ֆրանսիայի անկախությունը տենց եսին բացարձակ արժեք չի։ Դուք պատկերացնում եք ինչ կարա լինի։ Ընդ որում, թե իրավական տեսանկյունից, թե քաղաքացիական տեսանկյունից, իրա տան մակարդակով, իրա կինը չի թքի վրեն դաժե, հասկանում եք, այս ենք մենք, որ ասում ենք մենք կենացների մակարդակով հայրենիք սիրող ենք, հենց սրա համար ենք նաև ասում, որովհետև այո, մենք կարանք ասենք, լավ, ես ինչ բան է, ես դուրս տվես կանգնի աշկ փակեմ, մեր աղբերն է, մեր ընկերն է, մեր հեռու բարեկամն է, բան։ Ես չգիտեմ ով որտեղ է գնալու նստի, ես տես բաներից նենց չի որ ես իմ վախենում կամ մտահոգություն ունեմ, իմ միակ մտահոգությունը իմ պետությունն է, իմ հայրենիքը, 21 թվի ընտրություններից առաջ մտահոգություններ չկային, ավելի մեծ էին, բայց կներեք քանի գնում հետ ենք գնում, ինչ է նշանակում միութենականությունը, ես ինչեր է խոսում արա, ընդ որում այդ լրագրողները, արա ձեզ որ բան ենք ասում, հետո նեղվում, վայ-վայ-վույվույներդ կապնում, որներդ մռմռալով վազում եք ես կողմ ենքում, ծախավելը կամագին կապած բանով վառած կատվի պես։
Բա այդ ոնց ալնում այդտեղ ասելիք Նարեկ ջան, Նարեկներ չէ այդ հարցը տվողը։ Նարեկ ջան, լավ հարց տվեցիր, ապրես։ Ու հետո բա հետո։ Ինչի չեն գար քթե։ Հələ պատկերացրու, տես մի հատ հարցին ոչ քո սրտով պատասխան տալ Նիկոլ Փաշինյանը կամ Տիգրան Ավինյանը։ Կքերթե, կաշին վրից կհաներ, ենքան դրա հետևից հազարատ հարց կկազմակերպել, ու կարող էիր դու։ Ինչի տես վերջացրեցիր, որ։ Ինչի մեկ վերաբերմունք ցույց չտվեցիր նման բան ասողին, այս պետությունը քո պետությունը չի, որի անկախությունը դնում են կասկածի տակ։ Լրագրողներ, չլսեցիք ինչ էր ասում, ձեր սրտով արա, այ կապիկներ դարի մի ասա իսկականից։ Ձեր նմանների մուտքն է պետք է արգելել եռաբլուր, այ ձեր նմանների։ Եվրասպեն լրագրողի աշխատանքը մի խոչընդոտ եք, դուք լրագրող չեք արա։ Ձեր նմանների մուտքը ցանկացած այնպիսի կառույց, որտեղ որ բարյա հոգեբանական կապ ունի ժողովուրդի հետ ամեն ինչ, ձեր մուտքը պետք է արգելել արա։ Որովհետև դուք այդ ամեն ինչին դեմ եք ու կողմ եք մեկին, ով ասում էր կարճ շոր հագնեք, կարամ բռնաբարեմ, ըստ էության էդ էր ասում։ Ու դուք այդ էլ մի ժամանակ բան էիք անում, երբ որ Քոչարյանն էր անգրագետ դուրս տալի դեռ նոր էր դարձել բան, նախագահ, ինչ էշեշ խոսում էր, կողքից նստած կչկչում եք, ածանավի պես։ Այ դրա համար էլ գլխներիս էս եկավ։ Այ որովհետև թռան եք, քաքլան եք, վախկոտ եք, ապաշնոր եք, որովհետև դուք սիրում եք կառավարվել, դուք վախենում եք ազատություն բառից, դուք ազատություն բառի արժեքը չգիտեք, դուք անկախություն բառի արժեքը չգիտեք, դուք պետություն բառի արժեքը, դուք ազատ մարդ բառակապակցության արժեքը չգիտեք, ուր մնաց թե անկախ պետության արժեքը իմանաք։ Դուք վախենում եք անտեր մնալուց, դուք վախենում եք, որ հանկարծ մեկը ձեզ չի ասի, թե դուք ինչ անեք, երբ գնաք զուգարան, երբ նստեք հաց ուտեք, երբ քնեք, երբ զարթնեք, դուք դրանից վախենում եք։ Ու ձեր վախերը բերում փաթաթում եք ազատ մարդկանց, իսկապես ազատ մարդկանց պարանոցին։ Այ էդ եք դուք։ Նստած ինչ ուզում խոսում է, ինչ է խոսում, ես շատ գիտեմ, ինչ է խոսում, ասում է, ես իմ ընդեղ օրինակներ է բերում սուրբ գրքերից, Միշնադարյան, ասում է բան է, կինը պիտի կարճ չհագնի, որ տղամարդն էլ հակված չլինի մեղք գործելուն, այսինքն ասում է, եթե մեղք գործեմ, մեղավորը դուք եք, էլ իմ մեղքը Աստծո առաջ արնում, բայց օրենքի առաջ չի լինում, մեղավորը դուք եք դառնում, համաձայն եք այդպես խոսույթին, համաձայն եք ձեր երեխեքի հետ բան տես որ վարվեն, գժվել եք դուք արա, ընդ որում, նատ ուրիշ բան էլ ասեմ, այսօրվա դրությամբ ասելով ես 5 տարի է, ով չի ալարում, դուրս է գալիս բան, հելնում ենք բան, ցույցեր անելու, իշխանություններին վրա, սարպազան պայքար, ես շատ գիտեմ, ջիհադիստներ, բևեռնա, ծիծեռնակաբերտում գնանք գորգրանք, բան, պղծենք ծիծեռնակաբերտ, ես իմ, ով չի ալարում, հելնում ցույցեր անում, իշտ է ուժեղ, ամեն մեկը, որ դուրս է գալիս ցույցեր անելու, ասում է, մենք բոլորին էլ դեմ ենք, բայց այս հակապետական Նիկոլին պիտի հեռացնենք, բայց բոլորին դեմ քաղաքական գործիչների տեղ եք ձեզ դրել, բոլորին դեմ քաղաքական չգիտեմ ինչեր եք անում, բայց բոլորին դեմերով, այս ամեն ինչին, Հայաստանի Հանրապետության անկախությունը, որ դրվում է հարցականի տակ, որևիցե մեկը ասելիք չունեք, այդպես բան Նիկոլը ասելի մի կաշին քերթել եք արա, չունեք ասել, մի օր մեկից չտեսակ, այդ նույն Քոչարյան Ռոբերտի ասացի վրա ձեր վերաբերմունք արա, այս դրա համար էլ ասում ենք, որ դուք իրա ճտերն եք արա, այն մյուսի Սերժի ճտերն եք, կամ առնվազն, եթե երկուսի ճտերն էլ չեք, միևնույնն է, դուք ճտերի մակարդակով եք, որովհետև վախենում եք անդրադառնաք,
Դուք մենակ համարձակություն կարաք ունենաք այսօրվա իշխանությունների հասցեին այտենց խոսակը պոլոպո։ Իսկ նրանց մաքսիմում կարաք ասեք մենք մերժում ենք բոլորին։ Նրանք թալանչներ, այսքան են ինչ որ ընդունված է հանրության շրջանակներում, մի հատ էլ նկարները վերցեք, 4-ին խաչուպաճանեք, դնեք ձեր Facebook-ի պատերին, չգիտեմ։ Ձեր մաքսիմումը է դա։ Բայց դուք չեք կարա կետային անդրադառնաք, որովհետև վախենում եք։ Կա երկու տարբերակ կա, մեկը վախենում եք, մեկը գիտեք, որ իրանց ձեռի տակ եք, վերջ այսքան բան։ Մնացածը թող գնան որոշեն, մտածեն, ինչ ուզում են անեն։ Ամեն մեկը ընդ որում։ Իհարկե, մենք են ժողովուրդն ենք, մենք խնդիրել ունենք։ Ես մի քանի մեր խնդիրները շատ նշել եմ, բայց այս մի խնդիրներ պետք է մենք հասկանանք։ Մենք առանձին վերցրած ոչ մեկս չենք սիրում ընդունել, որ մեր սխալը։ Չենք ուզում ընդունել ու ասել հա, այս ինչ բանում սխալվել եմ։ Չենք ուզում։ Ճիշտ հակառակ, մենք կսխալվենք, հետո վրենք հավաքենք մի 100 հատ ուրիշ սխալներ, մուտիլովկեն սխալ բան է, էլի։ Մուտիլովկենք, որպեսզի այդ սխալը մի ձև սխցնենք, եթե ճիշտ չենք դարձնում, գոնե արանքից հանենք գնա։ Մենք այդ խնդիրը ունենք։ Այ եթե ես իմանայի, որ ասենք օրինակ, մի հատ գյումրեցի, ով իր ձայնը տվել է Մարտուն Գրիգորյանին, հիմա վստահ լինելով, որ լավ դժվար թե տա Վարդանիկին, էլի, ես իմ ձենը ծախի այնտեղ, էլի։ Ասենք, ու հիմա զգում է, որ սխալվել է, ես վստահ եմ, ինքը հիմա սաղ աշխարհից դժգոհ է, Նիկոլից այդ թվում, բացի Մարտունից։ Բացի ինքը իրենից, ինքը իրեն չասի, ես սխալվեցի։ Մյուս անգամ ես սխալը չեմ կրկնի։ Չասի, կգնա, ովքեր որ հասցրել են նրան, որ ինքը սխալված իրեն զգա, կգնա դարձել դրանց փեշի տակ, որպեսզի ինչ որ կերպ ճիշտ դառնա։ Այսպես խնդիրներ ունենք մենք։ Իսկ անգրագիտությունը առասրակ, դուրս են եկել, ազգային ժողովում, ծաղրի են ենթարկում գրագիտության քարոզը։ Ուրեմն, ես այս թեման Գյումրիի մասով հենց շատ խոսեմ, որովհետև էսի Գյումրիի մասով, չեսի պետության մասովն է։ Բայց, մատ այսպեսի բան ձեզ ասեմ, ու հատկապես, արա ես չգիտեմ, այդ լրագրողների ոնց հատ դիմեմ ասեմ, էլի, ու այս պատգամավորներին, բանի, դաշնակ մաշնակներին, արա, ձեր այդ ապուշ թեզը, ձեր ասածը անգրագիտություն է, երբ որ դուք ասում եք, հետևյալ ձևակերպումը, երբ որ դու բլոգերներ, սաղիտ եմ էսի ասում, նայք, որ ասում եք, Նիկոլն ու Աննա դուրս են եկել ժողովրդին կրթելով ֆրֆռում են, այդ ամենա ապուշ արտահայտությունն է, որ դուք անում եք, ասեմ ինչի, որովհետև այդտեղ դուք մուտիտ եք անում, հասկանում եք, դուք մուտիլոշիկ եք դառնում, մեխանիկորեն, դուք խոսում եք մի բանից, ինչը չգիտեք, տեսեք, երբեք, ոչ Աննան Հակոբյան, ոչ Նիկոլա Փաշինյան, չեմ փորձել կրթել ինչ-որ մեկին, ոչ էլ ասել են եկեք, ժողովուրդ, մենք ձեզ կրթենք կամ բան, ճիշտը կրթվելն է, գնացեք կրթվեք, ոչ, կրթվելու քարոզա, ոչ թե կրթելու, այլ կրթվելու քարոզա, հասկանում եք այ կրտվածներ, կրթվելու քարոզա, այսինքն, ես հիմա կրթվում եմ, եկեք միասին կրթվենք, սրա քարոզն է, ու եթե սրա տակ մեկը վատ բան է տենում, ես չգիտեմ, ես չեմ պատրաստվում նման մարդուն, այսքան բացատրելուց հետո նման մարդուն ինչ-որ էլի հավելյալ բաներ բացատրել, չեմ պատրաստվում, ուրեմն դա առհասարակ անհնար է։ Գժանոց արա։ Եթե մի քիչ նայեք ինչ է ասում, կանգնել է, բան է, քաղաքապետ է դարձել, կանգնել է ինչ է ասում, ես այդ գրառումը արեցի, դա ինձ համար ամենասարսափելի բանն էր, խոսույթն է։ Դրանցից մեկն էր այսինքն, թոփ երկրորդը, սենց է անում, ասում է, իմ վրա այդքան քրեական գործեր կան, բայց ես էլի ինձ վրա վերցրել եմ քաղաքապետի պարտականությունները, այդ դա է կոչվում
հայրենասիրություն, չգիտեմ, ջատագով հայրենիքի։ Արա, այսինքն քո վրա քրեական գործեր կան, որովհետև դու թալանել ես հայրենիքը։ Արա ոնց կարաս քո վրա լինի քրեական գործեր, դու լինես այդ ենթամշակույթի կրող, ու ասես այսա հայրենասիրություն է։ Արա ոնց, արա այդ որ ինքը ասում է, այդ էլ ոչինչ, ինքը ինչ ուզում, երբ ուզում խոսում է, ես դա ճոգել եմ, ազատ վարկյան չի թողնում, սես լցնում է իրար վրա, ճարտար լեզուն է, սես լցնում է խառը բան, բայց որ ուշադիր նայեք բան չի ասում։ Արա այդ որ ասում է, այդ հլը ջանդամ, արա բայց որ կողքից այն մնացածել ծափը հանում են, արա, այ դա կոչվում է, ես կարամ ուրիշ բան ասեմ, ուրեմն եկեք բացենք համակարգչով շատ ավելի հեշտ կլինի, նայենք աշխարհի ամենա հետապնդվող հանցագործելները ովքեր են, որ ամենամեծ հանցանքներ իրականացրած, վերցնենք, բերենք մեր մոտ դնենք պաշտոնների, վստահաբար կհամաձայնենք դրանով դրսևորելով մեծագույն հայրենասիրություն, հորա կայֆ է կարա, հորա ու ծափահարում են մնացածը, գոն է, ու գիտեք, ես այսօր ազատ շփման ժամանակել եմ ասել, Պարուր Սևակի մարդել կամ մարդել գործներ գալիս աչքից առաջ եմ ասում, որ գիտեն բանը ում մեռելին են անարցունք լալիս, բանը ում հետ են նարդի խաղում հարկեղած դեպքում և տանուլ տալիս, այն որ այ ես տեսակն արա, այ ես տեսակն է սապոն արա, աչկերդ մրմրում ա, նայում ես, աչկերիցը պխպջակները հելնում ա, որ նայում ես, այ տենց սապոն տեսակ արա, ու այդ նույն սապոնը մեկ էլ կանգնում ա թասիբ բառն ա օգտագործում, նամուս բառն ա օգտագործում, արա, Այս մակարդակի դեգրադացրած, այս դեգրադացումը Քոչարյանի ու Սերժի աշխատանքն է եղել, այ հենց այս աշխատանքով են ամեն ինչ արել, որպես ինչ-որ պահի, երբ որ ասեն, դե մենք միանում ենք Ռուսաստանին, հանրությունը չասի, մի րոպե արա, դուք ով եք միանում եք ուրիշ պետությանը, խարխի պետությանը եք միանում, արա, մենք մեր պետությունը հազիվ ենք ստեղծել, արա, թշնամի պետությունը, մեկ այլ թշնամի պետության շատ դժվարությամբ է ոչնչացնում, որովհետև սուվերեն պետության մասին է խոսքը, գրեթե անհնարին է միջազգային իրավունքի տեսանկյունից, հասկանում եք, դուք եք վերացնում մի ամբողջ պետություն, արա, ինչ է նշանակում միոթենականություն, արա, ես անգամ չգիտեմ, անկեղծ եմ ասում, այս են դեպքն է, որ ես էլ չգիտեմ, կան օրենքներ այդ ուղղությամբ, թե չկա, ես մի հասարակ բան ձեզ ասեմ, ժողովուրդ ջան, հենց իմի, նոր ասեցի, դատին մեջ եմ, գիտեք դատը ինչի մասին է, ես մի օր առանձին սրա վերաբերյալ եթեր եմ անելու, բայց իմի համառոտ ասեմ ձեզ, էշություն մի հատ, նայեք, մեկը, այն Արմավիրի թիվ 1 քոլեջի պատմությունները կհիշեք, այդտեղով երկու գործ կա, մեկը ես եմ դատի տվել, մյուսով ինձ են դատի տվել, մեկը ով այդ քոլեջի հետ կապ չունի աշխատանքային իմաստով, բայց այլ իմաստներով կապ ունի, վերցրել էր, իմ մասին վատ բան էր գրել, իր էջում, ես էլ մտնում եմ, նայում եմ, տենում եմ, հետադարձ կապի միջոց չկա, այն հերթական քաքլաններից է, էլի, բան չկա, հասց է, հեռախոս է, ով է վաբշե եսի, մարդ չի, տենում եմ, ու փակած, որ ես չկարողանամ ընդեղ գրեմ, էլի, ու իբր ինձ է ման գալիս, որ բան ասի, ու իրա դեմքն է, հետևը եռագույն դրոշն է,
Վրեն գրածա դենիկոլիզացիա 2 Z-ով։ Հասկանում եք։ Մի խոսքով YouTube-ով մի հատ լավ տնավարի եթեր եմ անում։ Էսի վիզիցիլի վիրավորվում է ու դատի է տալիս ինձ։ Բայց կռիսավարի դե վերջի օրով է մցնում դատարան, որ ես հակնդեմ հայցով չկարողանամ հանդես գալ, այսինքն մնամ պաշտպանվողի դիրքում։ Հիմի դատարանում այն մանրամասները սաղ մի կողմ, ես ուզում եմ այս բանը էլի մի հատ հասկանալ։ Նայ։ Ասում եմ ախպեր ջան, Նիկոլը մի կողմ, իր քաղաքական հայացքը դենիկոլիզացիայի հետ կապված մի կողմ, բայց իմ եռագույնի վրա գրելա դենիկոլիզացիա 2 հատ Z-ով։ Հասկանում եք ռուսերենով դենիկոլիզացիան։ Վրան 2 հատ լատինատար Z-ով, այն Z-երով, որոնք տանգերին դրած Ուկրաինայում որը ֆաշիստական նշան է, սվաստիկայի նշան, սվաստիկա է։ Իմ դրոշը անարգել է։ Այդ դրոշի տակ ես պատերազմ եմ գնացել։ Այդ դրոշի տակ հազարավոր տղերք են զոհվել։ Այդ դրոշի բարձրացնելուց բոլորս ոտքի ենք կանգնում։ Դա մեր դրոշն է, այդ դրոշը բարձրացնելու համար հազարավոր սպորտսմեններ ամբողջ իրենց կյանքն են ներդնում սպորտի մեջ։ Նա ֆաշիստական նշանը դրել է այդ դրոշի վրա։ Ու հիմա մենք այստեղ քննարկում ենք, ես պիտի իրան ներողություն ասեմ, 3 միլիոն էլ ինչ որ բան պիտի մուծեմ, հա, պահանջն է այդպեսին, ես պիտի ներողություն ասեմ։ Այսինքն իմ դրոշը անարգեն, ես դրան անդրադառնամ, այդ անարգողին ասեմ ինչ որ ասում եմ, ընդ որում մեղմ եմ ասել ժողովուրդ ջան, եմ կոպիտ բառերից շատ չեմ օգտագործել, ցավոք սրտի ոնց որ թե։ Ու ես պիտի ներողություն ասեմ, լուրջ եք ասում։ Ու ինչքան արդեն այդ դատը գնում է, 2 տարի է, ինչ ավել դաժե, եթե չեմ սխալվում, գնում է այդ դատը։ Հեսա հունիսին էլի նիստ է։ Ու անկեղծ այնտեղ պաշտպան կա նստած, հասկանում եք, այդ հայցվորի պաշտպանները նստած է այնտեղ, որ պաշտպանում է էլի։ Արա նման բաները արդեն պիտի գիտեք, հենց սկզբից դատարանը կամ չվերցներ կամ վերցնելուց իր վրա հետախուզում հայտարարեր։ Ես գժանոց, չեմ հասկանում։ Ֆաշիստական սվաստիկան վերցել դրել է եռագույնի վրա, անարգում է, ես իրան դրա համար վերաբերմունք հայտնելու համար պիտի ներողություն ասեմ։ Հաշիվներդ վերցրեք։ Ու 3 տարի այդպես գնում ենք դատի, լուրջ դեմքերով 2-3 ամիսը մեկ ես ու փաստաբանած վեր ենք անում, գնում ենք դատարան ախպեր։ Ու շատ դժվարությամբ ենք առաջ գնում, ես ձեզ ասեմ։ Անշ չի հեշտ ենք կարողանում պաշտպանվել, շատ դժվար ենք պաշտպանվում։ Շատ մի շրջան կար, որ առհասարակ անելանելի վիճակում ենք, ես ասում ես չգիտեմ, ես չեմ կարա ներողություն խնդրեմ, ո՞ց ներողություն խնդրեմ արա։ Արդարադատություն ես չգիտեմ ունենք թե չէ, բայց ազգային ժողով հաստատ ունենք, օրենսդիր մարմինն է։ Օրենսդիր մարմինը իր հերթին նաև վերահսկող մարմին է, որպես այդ օրենքները կատարվեն, աշխատեն։ Թե որակական մասնաստու բանանում վերահսկում, թե բանը, արդյունավետությունը։ Մի օր չեմ թե կանգնած է բանը, չգիտեմ, ներքին գործերի նախարարը, արա ես իմ ինչ հարցեր եմ տալիս։ Պատրուլը ստեղծել են, որ պիտի մեկ-մեկ հայատներն էլ տենենք, չկան։ Հայատներում մարդիկ իրանք են իրանց ձեռով գնում, դեղ դնողներին բռնում։ Մնում է իրանց ձեռով էլ տանեն կանանավոր են։ Գողություն անողին նկարը, ամեն ինչը բերում դնում ես քաղամասում դեմները, քաղամասի աշխատողն էլ տեղնա բերում, միջև մի խելքաբար չկա։ Նգնը նախարարին հարց չունեն մարդիկ տալու։ Կամ են մյուսին։
Բնականա որ մարդել որ դառնա բան քաղաքապետ պիտի ասի, բա ինչ պիտի անի։ Պիտի ինչ անկախություն արա, դուք ով եք որ պետություն ունենաք արա։ Կանգնել էր լոլո էր կարդում բանի մասին, կոմունիզմի մասին, առաջին հանրապետության Ալեքսանդրապոլի պայմանագիր բան։ Այ լոլո, գիտեք, սովետական դպրոցում սովորած լոլոն, որը 70 տարի Հայաստանի մասին նույնպես դեգրադացիա է։ Այ դրա համար այս սրանք էին մարտնչողները, որպեսզի հայոց պատմություն ասեն, ոչ թե Հայաստանի պատմություն։ Այս սրանք էին մարտնչողները։ Ուսրած նմանների դեմ էինք կռվում, որ ասում էին, չէ, պիտի սենց լինի, որովհետև այո, ցեղասպանությունը պիտի ուսումնասիրվի Հայաստանի Հանրապետության տեսանկյունից։ Այո, Տիգրան մեծը եթե մեծարվում է, պիտի մեծարվի Հայաստանի Հանրապետության տեսանկյունից։ Ոչ թե Ստրաբոնի մյուսի։ Հա, դրանք հաշվի առնելով, ամենայն արգանքով։ Բայց Հայաստանի Հանրապետության։ Ինչ նշանակում, ախպերս, սխալ նշանակումներ, դատախազն ինչ անի։ Դատախազն ինչ պիտի անի մի հատ դատախազը։ Մի ամբողջ ինստիտուտ է։ Մի ամբողջ, քանի աշխատող կա դատախազությունում։ Թարս նստենք դուս խոսանք ախպեր։ Այդքան աշխատողը մեկը իմ հարևանն է, մյուսը քո բարեկամն է, այն մյուսի ծնողն է, այն մյուսի զավակն է։ Այդ մեր միջավայրն է։ Մեր միջավայրն է, իմ ու քո։ Իրանց օտարել պետք չի մեզնից։ Ոչ մեկին մեզնից օտարել պետք չի։ Այս ամեն ինչը մենք ենք։ Մենք ենք, ու այո, այդ մենք ենք 330,021 թվին տարել տվել, որպեսզի Հայաստանի Հանրապետության անկախությունը հարցականի տակ դնողը բան լինի, այսօր լինի ազգային ժողովում։ Այդ մենք ենք։ Օթիշ չեն իչե։ 3 միլիոն ժողովուրդ ենք, ես միշտ ասել եմ, եթե մենք մի անգամ, մեկը, մի հատ ավանդական հարցանիք անի, չէ, որ 7 պորտով սաղ բարեկամներին կանչում են հյուր, սաղ ազգով 3 միլիոնով հյուր կլինենք։ Դրա համար էլ հումորով միշտ այն ժամանակները հելը Սերժի վաղտերը ասում են մեզ պրեզիդենտ պետք չի, մեզ մատ լավ թամադայ է պետք։ Ինչ անել որն է, ասեմ, իհարկե հիմա ամբողջական քայլերի հերթականություն չեմ կարող ասել, բայց իմ կարծիքը մոտավորապես այսպիսինն է։ Նախ կարելի է հանրային պահանջ ձևավորել, հենց նույն համացանցային տիրույթում շատ խիստ դատապարտելով թե այդպիսի խոսույթ տարածողներին, թե լրագրողներին, ովքեր տեղում բմբլահան չարեցին, թե այդ ավականու անդամներին, ովքեր ծափահարում էին նրա ամեն խոսքի վրա, եւ այո, այդ իրավիճակում կոնկրետ դրա հետ պայմանավորված նաև իշխանություններին ու ազգային ժողովի մեր պատգամավորներին, ովքեր մինչև այսօր մի հատ ձգած օրենք չունեն այդ իմաստով։ Եվ եթե մի քանի օր այս պահանջը լավ բարձրանա, դուք տեսեք քանի անգամ են գալու հերթով բան մտնեն եթերով սկսեն պատմել ու արդարանալ ու տեսեք ոնց են սկսելու այդ ուղղությամբ աշխատել։ Անհրաժեշտության դեպքում էլ պետք լինի մի հատ էլ ազգային ժողովի դիմաց կայտնենք։ Այ երբ որ Դաշնակցության 004 շրջաբերականը դուրս եկավ, մենք ազգովի արդեն պիտի կանգնած ընդեղ լինեինք այնտեղ ու նրանց հեռացումը պահանջեինք ազգային ժողովից չթողնեինք մտնեին ներս։ Եթե մենք որպես հասարակություն կարողանանք մի քիչ մեր ժամանակը ծախսել նմանատիպ ակցիաների վրա, հավատացեք շատ զգույշ ու զգոն կլինեն ամեն տառն ու բառը արտահայտելուց։ Բայց քանի որ մեկը ես շատ լավ գիտեմ, նման մի կոչ անեմ, 10-20 հոգի միանալու է մնացածը Facebook-ով բալետ անեմ, ես առայժմ սս նստած եմ։ Չնայած ինչ որ մի պահից կարող է գժվեմ այդ նույն 10-20 հոգով սկսեմ տենց բաներ անելը։ Մեկը ես գիտեք իմ բնավորությունը, պետք լինի մենակս էլ կանեմ։ Ունես չի չեմ արել։ Բայց հիմա մի հատ կարևոր նախագծով ենք զբաղված։ Երկու բառով ասեմ նախագիծը, չնայած մի անգամ ասել եմ, մի հատ էլ ասեմ, որովհետև արդեն օրերը մոտենում են, հստակ օրը մի
4-5 օրից կասեմ։ Առաջիկայում 2-3 շաբաթվա ընթացքում Մալացասեբայսա վարչական շրջանում փորձում ենք մեր հանրային օրակարգի պաշտպանություն հասարակական կազմակերպությունը հետևյալ նախաձեռնությամբ հանդես գա բաց երկխոսություն։ Առաջինը կանենք Մալացասեբայսա վարչական շրջանում, ինչի մասին է խոսքը։ Բուկլետները կբաժանենք մարդկանց, քանի օքանուս դալիճ որայա չեն կարող բոլորին հրավիրել, ովքեր որ առաջինը կարձագանքեն, կգան հասցե, որտեղ որ կասենք դահլիճ ենք վերցնելու, այստեղ կնստի ժողովուրդը, այստեղ վարչական շրջանի ղեկավարը աշխատակազմով, վարչական շրջանի ղեկավարը կներկայացնի այս ընթացքում ինչ ա արել վարչական շրջանում, որովհետև մենք միշտ չի որ տեսնում ենք ողջ աշխատանք, ամեն մեկս մեր փողոցում տեսնենք, ասում ենք լավ է, եթե չենք տեսնում, ուրեմն ոչինչ չի արվում։ Կլինեն առաջարկներ կլինեն, կմտածեն դրա շուրջ եւ ինչա նախատեսվում կարճաժամկետ, միջնաժամկետ ընթացքում, հա։ Իհարկե, նաեւ որոշակի բաներ կա, որ տեսեք, հարցեր կան, որ նաեւ քաղաքացիների մասով է լինում, հարցեր կան, որ վարչական շրջանի ղեկավարն էլ ունի քաղաքացիներին հարցեր, նույնը հակառակը, քաղաքացիները, բնակիչները ունեն հարցեր։ Մի խոսքով ասած մի հատ բան են կազմակերպում։ Եթե սա ամեն ինչը լավ ընթանա, ակտիվություն նկատվի, շահագրգռվածություն նկատվի, հետաքրքրություն նկատվի, մենք պատկերացնում ենք, որ այս բաց երկխոսություն նախաձեռնությունը բոլոր վարչական շրջաններով էլ կփորձենք տանել, եթե իհարկե նաև մեզ ֆինանսական որոշակի աջակցություններ փոխանցվեն մեր հաշվի համարներին։ Հետո արդեն դուրս կգանք համայնքներ, մարզպետարանից կբերենք մարդկանց, կնստեցնենք մի հատ գյուղում, գյուղի ժողովրդին կհավաքենք իր խնդիրներով, կասենք դե մի հատ հələ խոսենք, տեսնենք այս ամեն ինչը ինչի մասին է, ինչը ինչու է ուշանում։ Եվ այդ ամեն ինչը իհարկե լուսաբանվում է, նկարահանվում է ու դրվում է համացանց։ Հիմա այդ նախաձեռնությունը, քանի որ առաջինն է ու հանկարծ որպեսի այն որ չար ուժերը ինչ որ բաներ չանեն, շատ հետևողական է պետք լինել, ու առաջինն է մենք էլ ինչքան բան նախատեսում ենք միևնույնն է, չէ՞, ոնց չլինի բացեր կմնան, որոնք հետագայի համար դաս կլինեն, տանենք։ Հիմա եթե լավ բան է, Մալացասեբայսա վարչական շրջանի բնակիչները կարող են արդեն սկսեն արձագանքել։ Բոլորը հարցեր ունեն, բայց պետքա այս ամեն ինչը գնում է ժողովրդավարության զարգացմանը, որովհետև պիտի տեղում գետնի վրա, մեր կարծիքով, գետնի վրա ղեկավար քաղաքացի համագործակցություն լինի։ Ոչ թե պիտի օտարենք իրար, ղեկավարն է բախի չի անում, ես էլ քաղաքացիներն իրավունք ունեմ ասեմ կամ չասեմ սենց բան, չէ, պիտի համատեղ աշխատանք ու սա կոչվում է ժողովրդավարության զարգացում հենց։ Երբ որ ղեկավարն էլ հենց նույն հողի վրա, նույն քաղաքացուն դեմ արդեմ դեմ երես նկարագրում ներկայացնում է այն խնդիրները, ինչին ինքն էլ է բախվում։ Եվ խոսում են, մտածում են միասին, ինչ անեն, որ լավ լինի։ Ով ինչով կարա աջակցի, ով ինչով չի աջակցի։ Այսպեսի բաներ։ Ու սա պիտի սկսի դառնալ բնավորություն։ Եթե մենք կարողանանք այս ամեն ինչը կերտել, ես վստահ եմ, որ մեր քաղաքացիները չեն ուզենա կներեք արտադրությունից հետ ընկնեն քաքահորը։ Թող գնան 26-ին, չգիտեմ ինչ քաղաքական ուժեր են մասնակցելու, ում ուզում են ընտրեն, բայց ոչ են ուժերին, ովքեր որ Հայաստանի Հանրապետության անկախությունը դնում են հարցականի տակ։ Իսկ մինչ այդ էլ հույս ունենանք իշխանությունները որոշակի բաներ կնախաձեռնեն այս ուղղությամբ։ Եթե չէ զուգահեռ երկու հատ ակցիա մենք անենք, խնդիր չկա։ Մոտավորապես այսպես ժողովուրդ ջան, լավ եղեք, շնորհակալություն եթերին միանալու եւ տարածելու համար։ Բոլորս ունենք այդ մտահոգությունը, բոլորս այդ խնդիրները բարձրացնում ենք, ասում ենք բոլոր, այս ինչ ասում բան, բայց բոլորս աթոռին կամ դիվանին նստած, սենց վիճակ։
Ես նոր, քանի որ sense տեսա պարոն Մխիթարյանը միացավ եթերին, պարոն Մխիթարյան, ես ճիշտ է խոսում էի Գյումրիից ու առհասարակ պետության խնդիրներից, նոր երկու բառով անդրադարձա նաև մեր նախաձեռնելիք աշխատանքին ու sense մի հատ էլ ասեմ, որ շնորհակալ եմ Ռոմիկին Մխիթարյան այս ծրագրին արձագանքելու, ընդառաջելու եւ ինչու ոչ նաև ավելի զարգացնելու մտքով, ձևով, ոճով օգնելու այս ամեն ինչի համար։ Բայց առանձին էլի սրա մասին առանձին եթերով կներկայացնեմ արդեն, երբ որ ամեն ինչը պատրաստ լինի ու ժողովուրդ ջան, տեսնենք ձեր ողջավորություններից է, ձեր նախաձեռնողականությունից, ձեր հետաքրքրվածությունից, ձեր հոգատարությունից, նույնպես կախված է ամենատարբեր ծրագրերի իրականացումը, լավ կամ վատ կազմակերպումը եւ այլն եւ այսպես շարունակ։ Մենք, մեր երկիրը, մեր պետությունը, ոչ մեկին չպիտի ասի, այ էսի պիտի անեին, էսի պիտի են աներ, էնի պիտի են աներ։ Մենք բոլորս անելիք ունենք, բոլորս ընդ որում քրտնաջան, օրնի բուն, որովհետեւ ունենք պարտք, ընենց պարտք, որը մինչև կյանքներից վերջը դժվար է լինելու մարել։ Շնորհակալություն եթերը դիտելու եւ տարածելու համար ժողովուրդ ջան, լավ եղեք, բարի գիշեր ձեզ։